Հատիս լեռան ստորոտում տաքսու վարորդներն են, նրանք եւս ցանկանում են մեր երկրում իրականացվող մեգանախագծի Հիսուս Քրիստոսի արձան համալիրի կառուցման մասնակիցը դառնալ։ Նաեւ մեծ է ցանկությունը անձամբ հանդիպել Գագիկ Ծառուկյանին, հետևել Էմբարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի հանդիպումներին եւ լսել, որ նա է բարձրաձայնում իրենց մտահոգող խնդիրների մասին, ասես իրենց սրտից խոսի։ Գիտեմ, որ շատ մեծ ցանկություն ունեք պարոն Ծառուկյանի հետ հանդիպելու, քիչ առաջ խոսել եմ, տեղեկացրել եմ պարոն Ծառուկյանին, պարոն Ծառուկյանը արդեն ճանապարհին է։ Գալիս է, որպեսզի բացի վերև բարձրանալուց ձեր լուման ունենալուց այս մեգա նախագծում, նաև ձեր հուզող հարցերով դիմեք պարոն Ծառուկյանին, եթե ունեք այդպիսիք, ես գիտեմ, որ ունեք, որովհետև վերջին շրջանում նաև պարոն Ծառուկյանը շատ ակտիվ խոսում է վարորդական իրավունքների մասին, դուք ազատ կարող եք ձեր հարցերով դիմել։ Վարորդները երկար չեն սպասում, րոպեներ անց նրանց է մոտենում Գագիկ Ծառուկյանը։ Բարև ձեզ, շատ լավ, դուք ոնց եք, ասեք պես։ Ձեզ ովտեսնում ենք ավել ենք լավ լինում։ Մինչև կամավորական աշխատանքներին միանալը տաքսու վարորդները թվարկում են այն խոչընդոտները, որոնց բախվում են աշխատանքի ընթացքում։ Գագիկ Ծառուկյանը այդ մասին գիտի, լուծումը առաջարկ Հայաստանին ծրագրում է։ Վարորդները շատ ծանրաբեռնված են աշխատում ու տոկոսները այնքան բարձր է ու մենք պետությանը 5% հարկ ենք տալիս ու ոչ միտեղ գրանցված աշխատող չենք։ Տղակա, որը ուզում է ավտոն փոխի, օրավարձով է քշում, չի կարող բանկից թուղթը վեկալի, որ գնա իր սեփական ավտոն ունենա։ Ոնց է։ Արտուր։ Մենք կազմել ենք ծրագիրը ոչ թե մենք ենք կազմել, մենք ուղարկել ենք մեր թիմակիցներին, բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ զրուցելով, բոլոր այդ հարցերը մեր մոտ կա, ներկայացված է հիմնական ամեն ոլորտի խնդիրը։ Տաքսու վարորդների համար մեքենա վարելը հաց վաստակելու միակ միջոցն է։ Մարդիկ առավոտից երեկո արդար քրտինքով ընտանիք են պահում, սակայն չնչին խախտման պատճառով հայտնվում են անելանելի վիճակում։ Գագիկ Ծառուկյանի համոզմամբ անարդար է, երբ օրական 15-ից 18 ժամ ղեկին անցկացնող վարորդի եւ տնից աշխատանքի գնացող քաղաքացու համար գործում է նույն բալային շեմը։ ԲՀԿ առաջնորդն առաջարկում է վերանայել համակարգը եւ տաքսիստների համար գործող 13 բալի փոխարեն սահմանել առնվազն 30 բալ։ Եթե մարդը տաքսիով իր ընտանիքը պահում է, նույն միավորները, եթե սովորական քաղաքացուն 13 միավոր է, նույնն էլ տաքսուն է, որ դա ճիշտ չի։ Տաքսիստ առողջիկոն իր աշխատանքը կատարելով 2 կոպեկ փող վաստակի, որ պետք է իր միավորը 13 չլինի, թող 30 լինի։ Դա մենք դրել ենք, ասենք, ծրագրում, որ չի կարելի։ Մարդը կարող է ավարտած դիպլոմը ձեռը, բայց որ աշխատանք չկա, տաքսիով իր երեխայի հացը վաստակում է, մի քանի ժամ էլ ավել է քշում։ Եթե միավորները 13 ավարտվեց, բա ոնց է իր տունը պահել։ Ուրեմն կարելի է տարբերություն դնել, պետք է լիարժեք մասնագետ լինի, հասկանա տաքսիստի կարգավիճակը, խնդիրը, պրոբլեմը եւ դրա լուծումը գրեն վերջանայցը վտանան։ Վարորդական վկայականի համար մարդուն չի կարելի դատել, ընդգծում է Գագիկ Ծառուկյանը։ Տարեկան հազարավոր մարդիկ ենթարկվում են քրեական պատասխանատվության, ինչը հետագայում նրանց համար լուրջ խոչընդոտներ է առաջացնում։ ԲՀԿ ղեկավարն առաջարկում է իրականացնել կուտակված տույժ տուգանքների համաներում քաղաքացիների սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով։ Տարեկան 55-53 հազար մարդու վրա դատվատություն ա լինում։ Նստածեք ան, վարորդական իրավունքի պատճառով նստել են։ Հա, 2 ամիս նստել են։ Ինչա գումարը չի մուծել, նստեցրել։ Դրա համար ես ասում եմ, որ կան օրենքներ։ Հանցագործի հետ նստում է։ Դեռ կա օրենքներ, որ հարկավոր դա շտկել, ուղղություն տալ ու մարդու վրա դատվատություն լինել վարորդական իրավունքի կարգ-կանգարելու համար, հասկանում դա չի կարելի։ Մարդիկ տուժուտուգանքի մեջ են ու կանգնած է ոլորտը 3 միլիոն հիմա կային վրա։ Ու դրա պատճառով ես չեմ կարողանում բանկ երվարկ, չգիտեմ, մյուս գործարքներ։ Բոլոր այդ տուժտուգանքները անմիջապես պետք է ներում շնորհին ինչ կա չկա։ Բացի տուժտուգանքները բոլոր, մի հատ էլ վարկային համակարգում բանկային տոկոսներ, ասեմ, մինչև 3 միլիոն դրամ պետությունը պետք է ներում շնորհի։ Վարորդները բարձրաձայնում են նաև ճանապարհային փոսերի խնդիրը, ինչի պատճառով մեծ վնասներ են կրում։ Փոխարենը ոչ մի փոխհատուցում։ Մեծամուր քաղաքի մասին է խոսքը, քանդել են ճանապարհները մոտավորապես 2 կիլոմետր, 20 շենքի բակ ոչ միտեղ կահավորված չի եղել, 1 ամսվա տեսանյութերը ունեմ, բարեկներն եմ խոսցրել, որ չկա համապատասխան նշաններ, գնացել եմ ընկել եմ այստեղից էս փոսի մեջ։ Մեքենան 300,000-ի վնաս է կրել, փոխանցման տուփը ճաքել է, արմավիրում չկա մի հատ կառույց, որ ես կարողանամ մոտիկանամ
մի հարցով դիմեմ։ Բոլոր տեղեր իրանք են դրա համար աշկ են փակում։ Անկեղծ եմ ասում, ամենտեղ իրանք են դրա համար հարցս այսպես ներողություն, աշխարհում մեկ չկա, որ քանդած մի ամիս թողեն, ուրեմն այդ մեքենաները 2 ամիս է եղել։ Ես ասում եմ անմիջապես քանդելով նույն բային պետք է վերանորոգեն, օրենքա պետք ընդունել, հետևել է պետք։ Պատասխանատվությունը տվյալ տենդեր շահողի վրա է, որ վթար եղավ, մի բան եղավ, ջարդեց, դու ես տենդերը շահել ես, քո ցավը տանեմ։ Անում ես հետևից, անմիջապես մագնեցիր լցի։ Դա հասարակ բան է։ Իրանք պետք է իրենց դնեն դիմացինի տեղը։ Ես ում այստեղ որ գալցես, այս ճանապարհները արդեն մի ամիսա քանդած է։ Ախպեր չէի կանում մի քանդեք։ Քանդեցիր մի կողմը սարքին, ուրանցի մյուս կողմը, որ մարդկանց այդքան վնաս չտան։ Այստեղ են նաև կին վարորդները ասում են աշխատանքը բարդ է, պատասխանատու, բայց իրենց գործը սիրով են անում։ Մնում է պետությունը մտածի իրենց մասին, քանի որ անտարբերությունից հիասթափվում են։ Պետության կողմից շատ մեծ թերագնահատում է, ոնց որ չնկատեն վարորդներին։ Անուշիկ ջան, ես նորից եմ ուզում ասել, աննարի ոչինչ չկա։ Հարկավոր որ մարդը տվյալ ոլորտը տիրապետի հասկանա ու բոլոր տաքսիներն իմանան, որ այդ մարդը լիարժեք հասկանում է եւ իրենց կարգավիճակը, տաքսիստի առօրյան կյանքը, խնդիրներն ու խնդիրները, որ նայես, եթե այդ խնդիրը լուծում ունեցավ, ուրեմն կզգաս, որ ձեր մասին մտածող, արդեն գնահատված ես, արդեն դու քեզ լավ կզգաս, որ այս հարցը կարգավորվեց։ Դե չէ հիմա ասես, չասես, ոչ մի բան չկա, ոչ մի բան հաշվի չեն առնում, արդեն համ դու նեղվում ես, կոտրվում ես, հիասթափվում ես, կամ ուզում ես թողես գնաս։ Եկեք մի խնդրանք, էլի, ձեր ծրագրերի մեջ մցրեք, որ վարորդներին այն առաջ ոնց է այլ սովետի վախտով, որ անվճար գնացել են, սովորել են։ Հիմա վարորդները, որ զրկված են, իրանք չեն կարող սովորեն է դաժե քննությանը որ մասնակցում են, գումար են տալիս, մասնակցում են։ Վարորդ կա 4 անգամ զրկվել է, 4 անգամ պետությանը ինքը փող է տվել, բայց չի կարող անցնի քննությունը։ Կամաց բարթացնում են, ոնց որ ասած ինադու։ Այո, ոնց որ առաջ գնում սովորում էր, քննությունում էր, պրավան ստանում էր։ Այո, կա բաներ, որ մենք պետք է կարողանանք անվճար իհարկե անվճար։ Միմյանց լսելով ու միասնաբար է հնարավոր գտնել խնդիրների լուծումները։ Գագիկ Ծառուկյանը իր հետ հանդիպման եկած մարդկանց գոտեպնդում է։ Առաջիկայում շատ գումար վաստակելու հնարավորություն են ունենալու։ Հիսուսի արձանի բացումը մեր երկիր միլիոնավոր զբոսաշրջիկներ կբերի։ Այսօր դուք պատրաստ պետք է լինեք։ Իրոք ավելի մեծ հնարավորություն է տրվելու, ավելի մեծ փողեր աշխատելու։ Որ այսօր եթե տուրիստ կա, գալու են հիմնականում Հիսուսի արձանին մոտ, որ այսօր սաղ ասում են Բրազիլիա, հիմա որ բարձրանաք, տեսնեք, սկզբունքը մոտեցում կպատկասնենք, որ տարբերությունը ահավոր մեծ է։ Մարդիկ գալու են ստեղ տաքսիներ օգտվելու, քաղաքացիներ, փոքր ու միջին բիզնեսներ, բոլորը համ գործ են ունենալու, համ այդ փողի երկրում անում տենց 2-3 ծրագիր, մեր ժողովրդի դեմքին եւ ժպիտա լինելու, եւ փայլա լինելու, եւ զարգացումա լինելու, եւ ներդրումա լինելու։ Կարևորը դուք պետք է իրար հետ հաշտ լինեք։ Ոչ թե մեկը մեկին վիրավոր է, հզոր մարդը միշտ իրեն համեստ է պահում, ոչ հայումա, ոչ ցեխաշխորտում։ Մոտե մարդիկ ճայիթի մեջ են ու մոլորված են այս մարդկանց մոտ կախած զոմբիասած վիճակը, դուստուգանքի տակա։ Միասնություն չկա, մեր ազգը բաժանվել է։ Որպես նշան ազգային վերածնունդի, ներքին հաշտան համերախտան բարձացեք վերև, աղոթքը ձեր շուտերով։ Ես բարձրանալու եմ վերև ու կոչ եմ անելու մեր ազգին, որ միասնություն լինի, համերաշխել են, իրար ջան ասեն ու ջան լսեն։ Բարձացեք վերև, մի կտորել հաց կկիսեք, ինչ կա կմոռանաք, հաշտ համերախ։ Շնորհակալություն։ Խնդրեմ, մենակ են փոս։ Շնորհակալ ենք։ Անկեղծ ու բաց շփումից հետո վարորդները ճանապարհ են ընկնում դեպի Լեռան Գագաթ։ Խնդիրները մնում են ստորոտում։ 2500 մետր հաղթահարելուց հետո մեծ շին հրապարակում բոլորովին այլ տրամադրություն է։ Անկրկնելի տեսարան, մարդկանց ոգևորությունը կրկնապատկվում է, երբ տեսնում են կատարված աշխատանքը։ Բացի Հիսուսի աշխարհում ամենաբարձր արձանից հյուրերին հետաքրքրում է նաև Լեռան վրա կառուցվող Նոյան տապանի կրկնօրինակը, որպես վերածննդի միասնության եւ փրկության խորհրդանիշ։ Ինչպես պարոն Ծառուկյանն է ասում, սա ազգային համերաշխության, միասնության, վերածննդի խորհրդանիշ է եւ այստեղ այսօր մենք հերթական պատմություն ենք կերտում ազգովի, մասնակցելով շինարարական աշխատանքներին եւ այդ միասնականությամբ ցույց ենք տալիս ամբողջ մարդկությանը, որ հայ ազգը երբ համախմբվում է մի գաղափարի շուրջ, նոր հաղթանակներ է ձեռք բերում։ Տեսածից տպավորված վարորդները եւս միանում են շինարարներին, նաեւ խորհրդանշական ներդրում ունենում այս մեգանախագծում։
Վստահ են, մեր երկրում այս նախագծի իրականացումը շրջադարձային կլինի տնտեսության համար։ Միլիոնավոր հյուրեր կընդունի Հայաստանը, կշահեն բոլորը։ Հրաշքա, տպավորությունը ես կոպիտ ասես մտա բերանս բաց մնաց։ Այս քարերի հələ նայ։ Ինչ հրաշք գործեր են։ Կոչ եմ անում մեր ազգին։ Այս արձանից հետո էլ խտրականություն չդնեք։ Էնի լենականցի է, էնի Արցախից է, էնի Սյունիքից է, սաղս միասնական, սաղս մի բառ է կազմում։ Հայ ենք։ Չեմ պատկերացնում այսքան մեծ աշխատանք ոնց է հնարավոր անել ու էսի մեր միասնականության համար է արվում, մեր քրիստոնեության համար է արվում։ Ոչ միայն Հայաստանի մասշտաբով, ինձ թվում է ամբողջ աշխարհով լինելու է կետ, որը ձգելու է բոլոր քրիստոնյաներին։ Առաջին հերթին դա շատ կարևոր է, որ Հայաստանում է այս արձանը, որովհետև առաջին քրիստոնյա ազգն ենք մենք ու պետք է լիներ շատ կարևոր մի վայր, կոթող, որտեղ ամբողջ աշխարհի քրիստոնյաները կհավաքվեն։ Տեսարանը, որ ստեղից է, այդ մարդի տեսնի ուղղակի հիանալի է, բայց այն որ պարոն Ծառուկյանը այս նախաձեռնել այս գերխոշոր ծրագիրը, այն ոնց որ ուրիշ հպարտություն է, որ մի փոքր ներդրում ես ունենում այս ծրագրի մեջ։ Մեծ զգացողություններ, արվեստվածային տպավորություններ ունեմ ու մեծ առելի աշխատանքա պրոյեկտ է գծել պարոն Ծառուկյանին, շնորհակալություն եմ ազգի իմ հարազատների կողմից հայտնում։ Տաքսու վարորդները հատիսից հեռանում են լավատեսությամբ ու հույսով, որ դրական փոփոխություններ կլինեն նաև իրենց աշխատանքում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան։